Ազգային ժողովում այսօր հունիսի 11-ին հարցուպատասխանի օր էր։ Էներգետիկայի նախարար Երվան Զախարյանը պատասխանելով պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին պարզաբանեց, թե ինչու է թանկանում էլեկտրաէներգիայի սակագինը։ Դա արվում է մեկ նպատակով, որպեսզի բոլոր ընկերությունների, դա էներգետիկ համակարգի եւ էներգիա արտադրող, տեղափոխող եւ սպասարկող կազմակերպությունների հետագա անխափան անվտանգ աշխատանքի կազմակերպման եւ ապահովման համար։ Պատգամավորների մյուս մտահոգությունը լարվածությունն է հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում, հատկապես վերջին օրերի դիվերսիոն հարձակումները Նախիջևանի սահմանին։ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը սահմաններում իրավիճակը բնորոշեց կայուն լարված։ Շատ դեպքերում եւ մենք մեր հասարակությունը պետք է նաև հասկանանք եւ համագերբենք այն իրավիճակի հետ, որ քանի որ մենք ունենք հակամարտության խնդիր եւ լուծված չէ վերջնական խաղաղության խնդիրը, ապա մենք պետք է մեր հակառակորդի, այսպես ասած, ռազմատենչ եռանդը ճագերտներով ասած, լուծենք հակագործողությունների կամ կանխարգելիչ գործողությունների միջոցով։ Արամ Մանուկյանն էլ կարդացել է Հայաստանի մաքսային հաշվետվությունը, որտեղ գրված է, որ 2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանը Ռուսաստանից ստացել է 845 միլիարդ խորանարդ մետր գազ, որի արժեքը կազմում է $168 միլիոն։ Պատգամավորի հարցմանի պատասխան պատկան մարմինները սկզբից բացառել են այս տվյալները, հետո տվել տարօրինակ պատասխան։ Որ այդ առաջին եռամսյակ գրածը նշանակում է դեկտեմբեր, հունվար, փետրվար։ Առանց մի բառ գունավորելու եմ ասում, որ պաշտոնական թվերի մեջ, պաշտոնական զեկուցագրերի մեջ, հաշվետվությունների մեջ եռամսյակը, առաջին եռամսյակը 14 թվականի, դա նշանակում է դեկտեմբեր, հունվար, փետրվար։ Եվ այս ձևով գումարում եմ, հիմա ուրիշ կազուսի առաջ եմ կանգնում, դա ստացվում է, որ այս 2 ամիսը ուրիշ գին է հաշված, մաքսային գին, այդ մեկը հաշված է $280։ Գրիգորյան տոմարով չկա առաջին եռամսյակը դեկտեմբեր, ոնց որ գարունը մարտ, ապրիլ, մայիս, ինչու է այսպես։ Ինչու առաջին եռամսյակը պետք է նշանակի դեկտեմբեր, հունվար, փետրվար։ Գրավոր կարձականքի։ Աղվան Վարդանյանը կառավարությունից պահանջեց կրկին հայտարարել, որ դիմումներ գրելու դեպքում կենսաթոշակային պարտադիր պահումներ չեն արվի։ Մենք էլ ենք զանգեր ստացել կառավարությունում, որոնց հետքերով միջոցառումներ արդեն ձեռնարկվում են։ Ուզում եմ բոլորին հավաստիացնել, որ օրենքը կիրառվելու է բացառապես այն ձևով, ինչպեսին ընդունել է ազգային ժողովը, եւ եթե լինեն դեպքեր եւ խնդիրներ, այդ թվում նաեւ ձեր տեղեկատված, խնդրում եմ մեզ դրա մասին տեղեկացնել եւ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։ Ամեն դեպքում որևէ հակառակցություն օրենքին հակասող որևէ տեղից, որևէ ատյանից, որևէ տեղ չի գնացել եւ չէր կարող գնալ։